Արոն, պատմեք Ռոքֆելլերի հետ ձեր զրույցների մասին։ Արոնը, ինչ է ասում։ Նա միակ մարդն է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի աղետից 11 ամիս առաջ ինձ ասաց, որ տեղի կունենա իրադարձություն, սակայն չասաց, թե դա ինչ իրադարձություն կլինի։ Այսինքն Ռոքֆելլերն ասաց այդ իրադարձությունը։ Ավելի ուշ տեղի ունեցան 9-11-ի իրադարձությունները։ Խոսելով ահաբեկչության պատերազմի մասին, Ռոքֆելլերը ծիծաղում էր։ Ինչ ես կարծում, հարց է տվել Ռուսոյին, ինչու տեղի ունեցան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները։ Այդ իրադարձությունները իրականացվեց մեր կառավարության մարդկանց եւ բանկային համակարգի կողմից այն բանի համար, որ ամերիկացիների վախը ամրապնդվի եւ նրանց միմյանց դեմ դրթի, որ կառավարությունը նրանց հետ անի այն ամենը, ինչ ցանկանում է, նաեւ որպեսզի ստեղծի ահաբեկչության հետ այս անվերջանալի պատերազմը։ Այսինքն մարդկանց վախեցնում են, որ իրենք անվտանգության պակասը զգան եւ այդ անվտանգությունը լրացնելու համար իշխանության կողմից ցանկացած հարկադրանք ընդունեն, ահաբեկչության կանխարգելման պատրվակով ցանկացած հարկադրանք ընդունեն։ Շարունակում եմ։ Ինչ ես կարծում, հարցնում է Ռոքֆելլերը, ինչու տեղի ունեցան, մեր կառավարության սա ասեցի։ Շատ դժվար է, ասում է Արոն Ռուսոն, այս մասին բարձրաձայնելը, սակայն ճշմարտությունը պետք է բացահայտվի եւ այս հարցազրույցը ես հատկապես դրա համար եմ տալիս։ Այդ մարդկանց վերջնական նպատակը բանկիրների կողմից կառավարվող մեկ համաշխարհային կառավարություն ստեղծելն է, որտեղ բոլոր մարդիկ իրենց մարմնում կունենան ներդրած ռադիոհաճախականության նույնականացման միկրոչիպ։ Ամբողջ դրամը կգտնվի այդ չիպերում, կանխիկ դրամ այլևս չի լինի։ Այդ ինձ ասաց անձամբ Ռոքֆելլերը եւ դա այն է, ինչին վերջին հաշվով նրանք ուզում են հասնել։ Ցանկացած պահի նրանք կարող են հանել ձեր չիպից այնքան գումար, որքան կցանկանան։ Եթե նրանք ասեն, որ դուք շատ եք հարկեր տնտեսում, այ հիմա հայտարարագիր է մտցնում համընդհանուր հարկադրման հարկերի համար նաև, չէ՞, հարկերի, ասում է, բյուջե եմ լցնում։ Այս կոնտեքստ, այս համատեքստում է այս ամեն ինչը։ Բոլոր գործողությունները Հայաստանի իշխանությունների իրականացվող հատկապես նաև մասնավորապես էլեկտրոնային էքսպանսիայի իրեն երկրում թույլ տալու բանում դրանք հրահանգներ են։ Եթե նրանք ասեն, որ դուք շատ եք հարկեր տնտեսում, ձեր հաշվից դրամը թվային տեսքով կհանեն։ Եվ եթե դուք կիսում եք իմ հայացքները եւ բողոքեք այն բանի համար, ինչը նրանք անում են, նրանք ուղղակի կանջատեն ձեր չիպը։ Դուք չեք կարող ուտելիք գնել, ոչինչ չեք կարող անել, սա մարդկանց նկատմամբ համակարգային վերահսկողություն է։ Լրագրողը արձագանքում է։ Եվ այդ չիպը միացված է տվյալների բազայի հետ, որը տեղեկատվություն է պարունակում ձեր գնումների եւ այն մասին, ինչով դուք զբաղվում եք։ Արոն Ռուսոն պատասխանում է. ամեն ինչի մասին, ամեն ինչ չիպում է։ Նրանք կվերահսկեն այդ չիպերը եւ դուք կդառնաք այդ մարդկանց ստրուկը ծառան։ Դա նրանց նպատակն է, նրանց մտադրություններն են։ Նա ասաց այսպես, այսինքն Ռոքֆելլերը ասաց այսպես. հարց է տվել. իսկ ինչու ես դու այդպես անհանգստանում մարդկանց համար, ինչ գործ ունես ուրիշների հետ, նրանք ուղղակի ծառաներ են, հասարակ մարդիկ։ Ես նրան, այսինքն Ռուսոն, պատասխանում է, հարցրեցի ավելի ճիշտ ասում է, այս ամենի իմաստը ո՞րն է, դուք ունեք աշխարհում ամբողջ փողը, իշխանությունը, ինչու՞մն է վերջնական նպատակը։ Եվ նա ասաց. վերջնական նպատակը բոլորին միկրոչիպ իմպլանտացնելը եւ ամբողջ հասարակությունը վերահսկելն է, որպեսզի էլիտան, բանկիրները մի քանի կառավարիչներ վերահսկեն ամբողջ աշխարհը։ Ուրեմն այս ինֆորմացիան, ինչ որ ես ձեզ տվեցի, աշխարհում գիտեն ոչ քիչ մարդիկ։ Հայաստանում գիտեն բավական թվով մարդիկ։ Բայց այդ մարդիկ չեն բարձրաձայնում հարցազրույցների ժամանակ, իհարկե Facebook-ում մի քանի տեղեր գրում են, նյութեր դնում են։ Ինչի չեն բարձրաձայնում, մտածելով, որ հասարակությունը այս ամենը adekvat չի կարող ընդունել, այսինքն սա լուրջ չի ընդունի կամ իրենց անվտանգության համար են մտածում։ Հիմա գնում է Հայաստանում նաև մի process, եթե մենք չկարողանանք, չհասկանանք իրականում ինչ է ընթանում, մենք
այս ամենը վերագրենք որպես մեր կյանքի բարելավման համար տեխնիկական միջոցների ներդրում։ Եվ շատ կարճ ժամանակ հետո մենք հայտնվելու ենք բացարձակապես ոչ թե մեր իշխանությունների, այլ մեր իշխանությունները դրանք գլոբալ deep state-ի հիերարխիկ դեռ երրորդ մակարդակի իշխանությունն է Հայաստանում։ Դրանից վերև կա գաղափարախոսական իշխանություն եւ նոր global deep state, այսինքն գլոբալ խորքային պետություն։ Մեր իշխանությունը ներկայացնում է հիերարխիկ մակարդակով կոնցեպտուալ իշխանության համակարգի մեջ ընդհանրապես։ Այդ ներկայացնում է երրորդ ստադիան։ Մենք հայտնվելու ենք գլոբալ համակարգի, այդ համակարգի միջոցով դրանց ձեռքի խաղալիք, դրանց ստրուկ։ Հիմա ինչ անել ու ավարտենք, պարոն Սարգսյան։ Ես ճիշտն ասած նախատեսել էի առանձին ոլորտների հետ կապված նաև բան, եթե մենք ժամանակ ունենք, ես ուզում եմ գոնե տրանսպորտի էլեկտրոնային կառավարման մասին խոսեմ, որովհետև դա շատ կարևոր բան է այս պահին, որ մարդիկ իմանան ինչի համար է դա տրանսպորտը ներդրված։ Ուրեմն ասեմ, քանի որ մեր հետ կապ ունի, մեր իհարկե։ Ուրեմն ուզում եմ այս ինֆորմացիան ուշադիր լսի եւ այդ իշխանություն կոչվածը պետական իշխանություն կոչված Երևանի քաղաքապետարանի այդ ղեկավարությունը, որը այսպես ասած ինքնամոռաց այս տարիներով ուզում է ներդնի եւ այլ այդ ամեն ինչը։ Ասեմ, որ մի քանի process-ներ կա այս տրկացման, դրանց կարևոր process-ների մեջ էլեկտրոնային դրամապանակի բաների ներդրում, առողջապահության ոլորտում այդ էլեկտրոնային փաստաթղթեր, տրանսպորտի էլեկտրոնային ընդհանուր միասնական համակարգ, բանկային համակարգի հետ քարտային համակարգ, կենսաչափական անձնագրեր, ID քարտեր եւ այլն, այդ ինչ այդ բոլորը մի մեծ համակարգ է, դա լավ ես առանձին հաղորդումով նորից կանեմ, բայց այս տրանսպորտի մասին եմ ուզում ասեմ հետեւյալը։ Ուրեմն դու ինչպես գիտեք, դուք Telcel-ը սպասարկում է տրանսպորտային բանը միասնական համակարգը, ինքը այդ համակարգը նախ սենց ասեմ, ներդրվել է ոչ թե տրանսպորտի բարելավման համար, այլ տրանսպորտը էլեկտրոնային կառավարման համակարգ թվային դաշտ մտցնելը չափազանց կարևոր է կանխիկ դրամը ընդհանրապես պետությունից անելու համար, կյանքից հանելու մարդկանց համար։ Եթե տրանսպորտը հասարակական տրանսպորտում չի ներդրվում այդ գործիքը, դա շատ կարևոր օղակներից մեկն է։ Չի կարա պետությունը լրիվ կանխիկ դրամը հանի։ Դրա համար այն երկրներում, որ դուք ասում եք այդ զարգացած երկրներում դրված է մենք է դնենք, այդ զարգացած երկրներում դրանք չեն դրել, որ այդ զարգացած երկրների կյանքը բարելավեն, դա դրել են, որ այդ զարգացած երկրների բնակչության համար ընդհանրապես կանխիկ դրամը հանեն։ Հիմա Նորվեգիայում իմ ունեցած տեղեկություններով վերջերս այն ինֆորմացիան ստացել, պետք է ստուգվի ուղղակի։ Կանխիկ դրամը ընդհանրապես հանված է, արդեն փորձարկում է արվում եվրոպական երկրներում։ Դա նշանակում է արդեն էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար։ Հիմա այս գործիքը դրվել է այնտեղ, հիմա այնտեղ որ դրվել է, դա չի նշանակում, որ Եվրոպայում դրվել է դա լավ բան է։ Այնտեղ տանում են ստրկացման, դու այդ գործիքը վերցնում ես, օրինակ ես վերցնում, այնտեղից է փող ես վերցնում, բերում դնում ես տեղ։ Հիմա պատրվակը տրանսպորտի արդյունավետ աշխատանքն է։ Սա ոչ մի կապ չունի տրանսպորտի բարելավման հետ, ոչ մի կապ չունի աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ։ Սա դրված է ուղղակի, որ այդ օղակը զբաղեցնեն։ Ինչ է կատարվում։ Telcel-ը սպասարկում է։ Telcel-ը դա մի կազմակերպություն է, ես հիմա այստեղ գրանցել եմ, ինչ կազմակերպություն է դա ուրեմն